Նազենի Բաղդասարյանը, երեք հլը Նազենի Բաղդասարյանը, Նազենի Բաղդասարյանը, էդի պրոստը, էլի կլասիկը ժանրը, ուք հլը նայեք ինքը ոնց էր կծնում Վարդան Ղուկասյանին, ու այդ կծնանքը կադրերը կարեք նայեք, այսինքն այդ ինչ-որ մեկը չի պատմել, ակնհայտ կարող եք տեսնել, ու մեկ և դրուկ ինքը դարեք կինոյի աղջիկ։ Պերվի կրուկ, խորուրդ տվող, ասմեն ամեն ազդեցիկ կերպարն է, Նիկոլի վրա ամենաշատ ազդեցություն ունեցող անձն է։ Այդպիսի տենց ինֆորմացիա կա, որ շատ Նազենի Բաղդասարյանը քո պապայից, մամայից պատմի, շատ հետաքրքիր է։ Գյումրեցի կպատմեն, Արմինե։ Այո։ Ճիշտ ասած ինձ ուզում էին պատմել, ես քանի որ տենց չեմ խորանում, ասեցի լավ։ Ու այս մարդը ժողովրդավարությունից, խոսքի ազատությունից, տո այ ես իմ ինչ, 14 գործ մենակ իմ վրա է ու ստիպում են ներողություն խնդրել ու գումարներ վճարել։ Այ ողորմելի, դու դրա մասին տեղյակ չես։ Թե տեղյակ չես, որ ասենք սենց 5 րոպեում այս ընդդիմադիր մամուլից բոլոր գովազները հանվում են։ Ոնց է ապրելու այս ընդդիմադիր։ Մեր օրոք, տո այ մեծաբերան, տո այ ողորմելի։ Էսում ես, հələ մի հատ դիր էլի սրա խոսալը, մի հատ միացրու, խոսքի ազատությունից է խոսում, չգիտեմ, 5 րոպեում ինչքան գովազ կա հանում։ Ով է կազմակերպել, Նիկոլը տա կազմակերպել, մարտի մեկի գործը, ով է կազմակերպել։ Մի րոպե, կա մարտի մեկի գործը, փայլուն օրինակ, թողենք մի կողմ, որ Նիկոլը ամենակարևոր և հիմնական սադրիչն էր, որը բերեց ողբերգության ու դրա մասին վկայում են կոնկրետ ձայնագրությունները և բաները, ցուցմունքները, ու կունեիք 8 տարի բացահայտելու այդ գործը, Ռոբերտ Քոչարյանը բանտում նստեց, մարտի մեկի գործով, բայց ուք ինքան ապիկար եք, որ դաժե էդ չկարողացակ բացահայտել կամ են պրակուրորների ասած, ասում գործը բացահայտելուց կարևորը մենք մեր վրա դուրս չգանք, այսինքն բանից պարզվում է, որ սադրիչները և մեղավորները դուք եք, ու այդ պատճառով Ռոբերտ Քոչարյանին բանտից բաց եք թողում, ու հիմա էլի եկել եք մեր վրա մարտի մեկ։ Չի, որ Ռոբերտ Քոչարյանը կասեցրեց այս աղետը, որ 18-ին տիգար 2008-ին կասեցեց, որ թուրքերին պտի բերեիք, հա, դրա մարես վարված։ Հարցը դաժե չի, հարցը դաժե թողե ժողովուրդը հասկանա։ Եթե Ռոբերտ Քոչարյանը չկա եթե մեղավոր էր, չկա եթե եթե Ռոբերտ Քոչարյանը իրոք վճռագործ էր, չկա եթե Արմինե։ Ընկեր ջան, դու ունեիր 8 տարի բոլոր գաղտնի փաստաթղթերի դոստուպ, որ բացահայտես և ապացուցես, դուք դաժե դա չկարողացաք անեք, ինչը խոսում է մենակ մի բանի մասին։ Որ դուք եք արել։ Դուք եք արել, մեղավորը դուք եք, ու դուք չեք կարել դա բարձրաձայնել։ 5000 զոհ, 13000 հաշմանդամ կորցրել, ես այդ մեծաբերանան դայս ծիրակներ, ես որտեղից են սրանց գտել։ Այս մի հատ էլ հոթոթայո, ծաղկա, ես իմ իշես մի հատ վիճակներով, ես գերիներով էր զբաղվում։ Գերիների վերադարձով զբաղվում էր այս էքը, ու կստացի գավար են վաղ մի 20 կիլո էլ նիհար էր, ասեմ ձեզ, ես ձեր փողերով ասենց աճացրել իրա վրի, եղած չեղածը, ես ձեր փողերով աճացրել վրի սալը։ Դա տալիս, մի սրան տեսել։ Մարդը զբաղվում էր գերիների վերադարձով, դրա համար նա ֆինանսավորվում էր, հատուկ ֆինանսավորվում էր, նա վարում էր բանակցություններ, քանի հոգի հետ բերեց։ Ասեցին, կարող է 10 տարի էլ նստեն։ Բա ոնց, էլ կարող է դի ֆաշիստական բանով։ Ու մենք եկել ասում մեր օրոք, արա ձեր օրոք, բացի կորուստներից, ստորությունից, մահերից և անարդարությունից բացի ոչինչ ես երկիրը, մեկ էլ ձեր ճարպի հաստությունից բացի, մենք ոչինչ ձեռք չենք բերել, որ դուք հլը նայեք 18 թվականի ես ոչխարների ֆոտոները ու հիմիկվա ֆոտոները, 20-25 կիլո աճացրել են վրեքները, ինչի հաշվի։ Շարունակությունը մի հատ իրեն։ Ինչի հաշվի։ Դա ստալը նայ մի հատ ինչ բաներից է խոսում։ Խոսում եք խոսքի ազատություն։ Ինչ ես խոսում, հա։ Ուրեմն շունչը կտրած։ Մամուլի ազատության ինդեքսը 102 էր, 102,
Մամուլը ավարտվում էր, ազատությունը ավարտվում էր, գալիս էր Հայաստանը։ Հիմա մեզ եկե հասել է այս տարի 16 կետով նվազել է։ Նախորդ տարի եղել է 34-րդ կետով, որը պատմականորեն ամենաբարձր կետն է։ Դու այս սրիկաներ, երկուսը դուք չեք փակել։ Այս սրիկաներ, երկիր մեդիան դուք չեք փակել։ Այս սրիկաներ չստիպեցի կավանը, Արմյուզը փակվեց։ Այս սրիկաներ, շողակաթը դուք չեք փակել, այս սրիկաներ։ Զզվեցրիք ձեր ամեկով, որ ամեկին հնարավորություն ա տրվել բացվելու եւ եթեր ունենալու, հա? Ինչի՞ մա, դե որովհետև ձեր համապատասխան Եվրոպաներ աղմուկը մեծ էր։ Դե դու մի հատ հաճան ասեն երկիր մեդիայի մասին։ Շատ մասին։ կարևոր հանգամանք կա այդ ռեյտինգների վերաբերյալ։ Ժամանակին Եվրոպան լծված էր հանրապետականների դեմ։ Նրանք միլիարդներ են դրել Թուրքիայի պահանջով օգնությամբ, որ ստեղ լինի իշխանափոխություն։ Միլիարդներ են դրել։ Եվ հետևաբար իրանք պետք է ստեղծեին պատկեր, որ Հայաստանում չկա խոսքի ազատություն, չկա, հա։ Հիմա որ եկել է իրանց սրտի վարչախումբը, հետևաբար իրանք պետք է այդ իրանց ֆինանսավորողներին ցույց տան, որ զարգացում կա։ Եվ հետևաբար բան ասեմ քեզ։ Իրան Նիկոլը, որ հիմա իր ազդեցության տակ ասում է սենց, Իրան Նիկոլը կամ Խոստովանի, որ ես կզած եմ եղել, ոչ մի բան հնարավորություն ասելու հնարավորություն չեմ ունեցել, ինձ պարտադրել են, չէ՞։ Ինքը թերթա չէ հրապարակել։ Հիմա ինքը 10 քանի տարի թերթա հրապարակել նախկինների ժամանակ։ Ինքը ընդունում է, որ ինքը կզած է եղել, հնարավորություն չի ունեցել։ Չէ, ինքը նա թող նախ սկսենք դրանից։ Այդ մարդը թերթեր հրապարակում եւ կարծեմ ինչ ուզում ասում էր։ Եթե չէ, թող ասի, որ ինձ ծեծել են, ստիպել են, պարտադրել են, մեշոկով փող են տվել, չգիտեմ ինչ էր արել, թող խոստովանի։ Ինչ ուզել չի ասել, չի տպել։ Այսինքն այդ ռեյտինգները, որ մենք 16 կետ բարձացել ենք վերև, բան իրատակում հիմք չունի, որովհետեւ դա ընդհանրապես եվրոպացիների արդարացումն է, այս տիրող մղձավանջի վերաբերյալ։ Փակել եք երկիր մեդիա, փակել եք շողակաթ, փակել եք երկիր բան, H2։ Նախկինների ժամանակ քրեական գործ չի հարուցվել ստատուսի համար, եթե խոսքը եթե չի գնում, ասենք ինչ որ ակնհայտ բան է, կոչերի, հա։ Նախկինների ժամանակ այս ծավալով չեն փակվել ռեսուրսներ։ Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը իր այդ զուգարանի թուղթը, կստացի գավառը, եթե ինձ ասեն, ինչու՞ ես դու մեղադրում նախկիններին, որ դե թույլ են տվել ֆինանսավորել են, որ լինի։ Այո, առաջին Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Նիկոլը պատի նստեր, որովհետև ինքը շանտաժի միջոցով փոխտուր թե չէ քո մասին վատ կգրեմ։ Ու դրա մասին ակնհայտ էր, ու մարդիկ սուսուփուս մոծվում էին։ Ռոբերտ Քոչարյանն իրան փող չի տվել։ Միակ մարդը իմ հիշելով կարող է էլի են եղել, բայց ես չեմ հիշում։ Միակ մարդը, ով որ դրան դեմա դուս եկե, դա բան էր, Տիգրան Ուրիխանյանն էր, որը դատի տվեց բանին Ազատամոտ։ Нет, Եսիմինչ Արտակ, Գագոյի Արտակ, Չորնիի Արտակ, ինչ-որ մի հատ մարդեր, որը կստայց գվարա ձերբակալվել էր ու իրան Նիկոլը բաց թողեց բանդից, որը նույն ձևի ուներ Arm Crime News եւ մի շարք տենց ինչ-որ թերթեր, մի քանի սայտեր ուներ, ես Arm Crime News-ն եմ հիշում, որը մոտենում էր հարուստներին, ասում էր կամ դու մեզ փող ես տալիս, կամ մենք սկսում ենք քո վրա լցնել։ Ու մարդիկ սուսուփուս այդ փողը տալիս էին, ով չէր տալիս, իր մասին սկսում էին վատ բաներ գրել։ Ու Ուրիխանյանը միակն էր, որ դատարան դիմեց ու կստացի գավառ իրան ձերբակալեցին ու Նիկոլը իրան բաց թողեց։ Հիմա այսինքն Նիկոլը անում էր այդ ամեն ինչը ու դուք սուսուփուս մուծվում էիք, չէ՞։ Ոչ մեկից մտքով չանցավ, չէ՞ որ պետքա դրա դեմը առնել։ Չի մուծում են։ Միքայել Մինասյանը խոստովանեց Սոսկայի համար սկսել է հետը համագործակցել, թերթերը առնել։ Ապրես, իսկ Նիկոլը պետք է նստեր դրա համար։ Ընդ որում բոլոր լծակները իրանց ձեռքում էր։ Ու թքած թե ինչ էին դրա մասին մտածում եվրոպացիք, որոնք ֆինանսավորում էին այս շպիոնին։ Մի հատ լսի հետո ինչ է ասել, էլի։ Հետո ինչ է ասում հարամ ես։ Հա։ Որովհետև Կարոց հարձանագրել է, որ Հայաստանում քաղաքական վեվերացվածությունը մամուլի ծայրաստիճան է, երբեմն տարբեր բիզնես շահերի հետ փոխկապակցվող։
որովհետև մամուլի իրական սեփականատերերը չեն երևում, որովհետև ֆինանսական թափանցիկության մեխանիզմները արդար չեն գործում։ Տոյան բարյական, որտեղից երև այդ ֆինանսականը որտեղից պիտի լինի, եթե ամբողջը դուք փակում եք։ Նախկին մասպետը մենակ զբաղված են հայլու գովազները հանելով։ Զանգահարում տերորի էր ենթարկում, հետո ինձ զանգեցին, ասեցին, «Էս վիճակն է, կամ ասում են ձեզ էս կանենք, կամ պիտի ոնց պիտի մնա այդ մամուլը»։ Շատ հետաքրքիր է։ Ոնց։ Ապեջան, Հա, թուրքերին ծառայելով, հա, ձեր նման թուրքերին ծառայելով։ Իրանք ունեն ծրագիր։ Հիմա այստեղ հարցը այն Ռադարա լավ։ մի անգամ ասել եմ, ու հա ասում եմ դրա մասին, որ այստեղ հարցը նրանում չի իրանք ինչ են անում։ Հարցը նրանում է, ոնց մենք պետք է պայքարենք դրա դեմ։ Ոնց միասնական, ոնց։ Ես չգիտեմ, դա էլի ընդհանուր խոսքեր է։ Հիմա ինչ պիտի անեն, ասեք, հա։ Ես չգիտեմ։ Դա պետք է լինի մշակված ծրագիր։ Ու բոլորս պետք է պատրաստ լինենք աշխատել առանց փող։ Բանտի սպառնալիքով, սպանության սպառնալիքով, այսինքն դա պետք է լինի ընտրություն։ Դու չես կարա համ լիքը փող աշխատես, համ լինես Նիկոլի դեմ, որտեվ իրանք պատրաստ չլինես ինչ որ բաների։ Իրանք գալու են կտրեն քո ֆինանսը։